Մենք օրինակ վերցնենք, օրինակ Գյումրիի դեպքը, հա, բոլորս գիտենք, թե ինչպես իրենք օրինակ Փարաքարի, ինչպես հասան նախ իրենք Գյումրիում ընտրությունների, ժողովրդի ընտրած թեկնածուներ, ժողովրդի ընտրած քաղաքապետներ, բայց իրանք սարքեցին գործեր, հասան նրան, որ այդ քաղաքապետին հանեցին, հա։ Հիմա նորից ընտրությունների ժամանակ իրենք կարող էին ու ի վիճակի են առավելագույն ագրեսիա դրսևորելու եւ հասնելու նրան, որպեսզի կեղծեն ընտրությունները, որովհետեւ իրենք միևնույն է այդ տոկոսները, որ վերցրել են, կեղծած ընտրությունների արդյունք է։ Կեղծելը պարտադիր չի քվեաթերթիկ փոխել, հա, այն որ ստիպել են, այն որ կաշառել են, այն որ շանտաժի են ենթարկել եւ այլն, կամ պաշտոններ են խոստացել տարբեր ձևերով, հա։ Եվ բնականաբար այս կեղծված ընտրություններով իրենք կարող են ապահովել ամբողջական, բայց իրենք հիմա լուռ են, հարմարվել են եւ համագործակցում են Գյումրիում։ Սա խոսում է նաեւ այն մասին, որ իրենք սահուն կերպով, խոշոր այսպես քաղաքներով իրենք հանձնելու են եւ հետո ասեն բնականաբար, տեսեք ժողովուրդը որոշեց, որ մեր անելիքները սպառվել է, մենք կգնանք։